Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում գրքին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հունիսի 22-ն է։ Քիչ առաջ մենք անդրադարձանք Մարգարիտա Սիմոնօղլուի վերջին հայտարարություններին Սոլովյովի մոտ, այատյաց հայտարարություններին, որից որ հստակ երևում է, թե որքանով ինքը ատում է հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությունը եւ ընդհանրապես տեղյակել չէ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, մի շարք ստերով էր համեմված այդ հայտարարությունները Սիմոնօղլուի, դրա համար անպայման ես որոշեցի անդրադառնալ, եթե չեք տեսել, անպայման դիտեք մեր նախորդ հաղորդումը, որը որ մի փոքր այլ ձևով էր, քանի որ հեռախոսի միջոցով եմ պատրաստել, Android 17-ը հնարավորություն է տալիս քո էկրանի վրա թե լսել, թե մեկնաբանել միանգամից եւ ես օգտվեցի այդ հնարավորությունից, ապագայում նույնպես կփորձենք տարբեր հարցերի անդրադառնալ այդ ձևով, բայց սա է մեր հիմնական հաղորդումը, դրա համար անպայման կոչ եմ անում սիրելի հայրենակիցներ լայքել, բաժանորդագրվել, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, միջայլոց կարծես մոտ 60 լայք բաժանորդագրում է մնացել, որպեսզի մենք դառնանք արդեն 46000, արագ ձևով շարժվում ենք դեպի 50000 բաժանորդ ունենալը, դրա համար հույսով եմ գոնե այս հաղորդման ընթացքում մենք կհաղթահարենք 46000-ի շեմը, կրկնեմ մոտ 60 բաժանորդագրում է մեզ մնացել։ Այսօրվա հաղորդման ընթացքում կխոսենք թե Հայաստանից, թե Իրանից եւ թե Ուկրաինայից։ Ինքան այն բոլոր կարևոր հարցերը, որոնք որ մեզ մտահոգում են, ինչ որ չափով անդրադառնանք։ Ինչու եմ ասում ինչ որ չափով, քանի որ մենք բնականաբար չենք կարող բոլոր հարցերին անդրադառնալ, մարդենք ունենք սահմանափակումներ, ամեն ինչը որ տեսնում ենք եթերում, այսինքն ասածս այն է, որ այնինչ կարևոր է, ես միշտ փորձում եմ առանձնացնել եւ անդրադառնալ ձեզ հետ միասին եւ մնացածների նման չեմ ասում, թե բոլոր հարցերին անդրադառնում ենք, լիարժեք ճշգրիտ ենք, անդրադառնում անթերի ենք, չէ, սիրելի հայրենակիցներ, դուք տեսնում եք մեր աշխատանքը եւ տեսնում եմ, թե որքանով գնահատում եք այն, դա իրականում չափազանց պարտավորեցնող է, դրա համար այսպես, այս ռեժիմով ես շարունակում եմ իմ աշխատանքը։ Սկսենք նրանից, որ երեք ստացվեց հաղորդագրություն երեկոյան, որ ընդդիմադիր ուժերի դիմումը սահմանադրական դատարան այդ դիմումները միավորել են եւ քննելու են արդեն հունիսի 26-ին ժամը 11:00-ին։ Հետաքրքիր կարևոր տեղեկություն է, որ այդ բոլոր հայցերը ընդհանուր են քննարկելու եւ այդտեղ կա հիշեցնեմ նաեւ Հանուն Հանրապետության կուսակցության դիմումը, որը որ լրիվ ալտերնատիվ ձևով է ներկայացված, եթե մնացած ուժերը այլ նպատակով են դիմել սահմանադրական դատարան, ուրիշ նպատակներ ունեն, ապա Հանուն Հանրապետության կուսակցությունը հստակ վիճարկում է այդ ընդդիմադիր կոչված ուժերի ընտրություններում ստացած քվեն, քանի որ մինչև ընտրությունների ժամանակի հիմա էլ մենք ստանում ենք, թե ինչպիսի լայնածավալ կաշառք է բաժանվել Հայաստանի քաղաքացիներին այդ ուժերի կողմից, այդ տեղեկությունները մենք անընդհատ ստանում ենք, քիչ առաջ նաև ստացանք նոր հաղորդագրություն, փաստացի ամեն օրվա ռեժիմով, նույնիսկ ընտրություններից հետո աշխատանքային օրերը հատկապես ստանում ենք տեղեկություն, նոր հաղորդագրություն հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, այսօրվա տարածված տեղեկատվությունը արդեն Հայաստան դաշինքին էր վերաբերվում, կարող օրվա ընթացքում էլի հաղորդագրություններ լինեն, բայց առավոտվա տեղեկատվության համաձայն նոր կաշառակերության, նոր կաշառք բաժանելու դեպք է բացահայտվել, որը որ վերաբերվում է ընտրություններին։ Դրանք են հիմնականում Հայաստանին վերաբերվող հարցերը, կարծում եմ կարևոր է նշել այն, որ մինչև հիմա դեռևս Ռուսաստանից շնորհավորանք չկա, ինչի համար եմ ես այս ամենին կրկին անդրադառնում, քանի որ հստակ է մեկ բան, եթե Ռուսաստանից չկա շնորհավորանք Հայաստանի իշխանություններին, ընտրություններում հաղթանակ ստանալու կապակցությամբ, ապա լուրջ ինչ որ ծրագրեր այնուամենայնիվ պլանավորում են։
Եթե շնորհավորեն, դա չի նշանակում, որ ոչինչ չեն պլանավորելու, բայց քանի դեռ չեն շնորհավորել, ավելի ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը պլանավորում է հստակ գործողություններ ընդդեմ Հայաստանի լեգիտիմ իշխանության։ Դրա համար պետք է չափազանց զգոն գտնվենք, միջայլոց աշխատում են նրանք նաև ժամանակի վրա, ժամանակը ինչպես իրենց կողմնակիցն է, այնպես էլ թշնամին, փաստացի նույնն էլ մեր պարագայում է, կարևորը այն է, որ մենք չկորցնենք մեր զգոնությունը։ Ամենակարևորը դա է։ Վստահ եմ, որ մոտակա օրերի ընթացքում ավելի շատ քննարկելու թեմաներ կունենանք այս հարցի շուրջ, հիմա ձեր թույլտվությամբ անցնեմ միջազգային հարցերին։ Քանի որ տեսնում ենք, որ Հայաստանի ընտրություններից հետո ակտիվացավ իրավիճակը Իրանի շուրջ եւ Ուկրաինայի։ Միգուցե մենք շատ էինք զբաղված Հայաստանով, բայց ասեմ, որ չէ, ամենայն հավանականությամբ հենց հիմա ակտիվացան դեպքերը Ուկրաինայի եւ Իրանի շուրջ, ինչը բնականաբար ավելի լավ է այն տեսանկյունից, որ դրանք կոպիտ ձևով չազդեցին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա եւ մենք էլ հիմա հանկիստ արդեն կարող ենք անդրադառնալ նաեւ այդ հարցերին, չնայած կրկնեմ, մեր զգոնությունը հիմա չափազանց կարևոր է, մինչև ընտրությունները եւ ընտրություններին մաքսիմալ էր մեր զգոնությունը, բայց այնպես չէ, որ հիմա մենք պետք է կորցնենք մեր զգոնությունը։ Ուրեմն Իրանի հարցերին ինչ վերաբերվում է, կարևոր է սկսել 3 Շվեյցարիայում տեղի ունեցած բանակցություններից։ Տեսանք, որ ամերիկյան կողմը ներկայացնում էր J.D. Vance-ը, Միացյալ Նահանգների փոխնախագահը, չնայած Վիտկոֆն էլ այնտեղ էր, Վիտկոֆը ընդհանրապես բանակցություններից տեղյակ չէ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա իրեն ուղարկում ամենտեղ Թրամփի հրահանգով, բայց ի վերջո հասկացան, որ պետք է ավելի լուրջ ձևով ներկայացված լինել տարբեր տեղերում։ Քանի որ Ուկրաինայում ոչինչ նորմալ դուրս չեկավ, Իրանի շուրջ նորմալ ոչինչ դուրս չեկավ, Հայաստանի մասով ճիշտ է կար ակտիվություն Վիտկոֆի կողմից, չեմ ասում վատ, բայց ընդհանուր առմամբ J.D. Vance-ը շատ ավելի լուրջ եւ պրոֆեսիոնալ կերպար է եւ ի վերջո Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահն է։ Բայց չնայած դրա, որ բանակցությունները ընթանում էին, Թրամփը հանկարծ որոշեց հայտարարություններով հանդերձ գալ եւ ասաց, որ Իրանը պետք է անհապաղ զսպի Լիբանանում գործող իր պրոքսիներին, որոնք որ իրենց կողմից են վարձատրվում եւ այդ պրոքսի ուժերը Հեզբոլլահի գլխավորությամբ պետք է դադարեցնեն սադրիչ գործողությունները։ Թրամփի խոսքերով հակառակ դեպքում մենք կրկին կհարվածենք Իրանին, ինչպես որ արեցինք դա անցյալ շաբաթ, նույնիսկ ավելի ուժեղ կհարվածենք։ Այս հայտարարությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որ բանակցությունները մեկնարկել էին կամ մեկնարկում էին Շվեյցարիայում։ Իրանական կողմից մասնակցում էր Ղալիբաֆը, խորհրդարանի նախագահը, Իրանի, ինչպես նաև արտգործնախարար Աբբաս Արաքչին։ Հետո ֆարս գործակալությունը տարածեց տեղեկություն, թե իրանական պատվիրակությունը այդ հայտարարությունից հետո որպես բողոք լքել է բանակցությունները, այսինքն բանակցությունները դադարեցվել են։ Մենք տեսանք նաև ուրիշ արձագանքներ Իրանի կողմից, օրինակի համար Ղալիբաֆը, նույն այդ Ղալիբաֆը, որ մասնակցում է բանակցություններին, փոխնախագահը խորհրդարանի հայտարարեց, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք չենք վախենում Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառնալիքներից եւ շատ ավելի ցավոտ հարված կհասցնենք, եթե նման բան տեղի ունենա։ Քիչ անց Axios-ի լրագրող Բարակ Հրավիդը տեղեկացրեց այն մասին, որ բանակցությունները այնուամենայնիվ շարունակվում են Շվեյցարիայում, բանակցությունները Պակիստանի եւ Քաթարի գլխավորությամբ շարունակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Դրանից բացի մենք տեսանք հայտարարությունը Պակիստանի արտգործնախարարի, որ Իրանը այս 60 օրերի ընթացքում մաքսատուրքեր չի վերցնելու նավերից Հորմուզի նեղուցում։ Այդ մասին տեղեկացնում է Al Arabian, իմիջիայլոց ամենահետաքրքիր հարցը դա է, քանի որ մենք տեսանք մեկ օր առաջ նաև Թրամփի հայտարարությունը
Հորմուզի նեղուցի մասով, որ այն բաց կլինի 60 օր, ոչ ոք մաքսատուր չի վերցնի, ապագայում կտեսնենք եւ հետաքրքիրը գիտեք որն էր, երբ որ այս բանակցությունները կարծես թե մի պահ հակուի էին մտնում եւ կարող է չեղարկվեին Թրամփի հայտարարությունների ֆոնին, հանրապետական կուսակցության սենատոր Լինսի Գրեմը հետաքրքիր հայտարարություն արեց, որ եթե հիմա բանակցությունները տապալվեն, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ հզոր հարված կհասցնեն Իրանին, դրանից բացի ուժով կսկսեն վերահսկել Հորմուզի նեղուցը եւ որպիսի Հորմուզի նեղուցը անխոչնդոտ գործի, Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպված կլինեն իրենք վերցնել մաքսատուրք նավերից, քանի որ այդ ռազմական օպերացիաները բավականին արժեք կունենան, գին կունենան, դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգներին կպահանջվի գումար, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները վերցնեն վերահսկողության տակ Հորմուզի նեղուցը։ Իրականում շատ հետաքրքիր հայտարարություններ են, եթե մենք համադրում ենք հայտարարությունները Թրամփի, Լինսի Գրեմի, ինչպես նաև Պակիստանի արտգործնախարարի, ապա դուրս է գալիս մի հետաքրքիր պատկեր, որ այս 60 օրերի ընթացքում, քանի բանակցությունները ուժի մեջ են, Հորմուզի նեղուցը պետք է գործի առանց մաքսատուրքերի, որևիցե մեկին, որևիցե նավ չպետք է որևիցե մաքսատուրք տա։ Իսկ ինչ կլինի 60 օր անց, արդեն հայտնի չէ, հնարավոր է Իրանն էլ վերցնի մաքսատուրքեր, հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգն էլ, հնարավոր է նաև Քաթարը վերցնի։ Տեսնենք։ Այսինքն ես ամենայն դեպս այդպիսի եզրահանգման եմ գալիս։ Հետո մենք տեսանք բանակցությունների ավարտին համատեղ հայտարարությունը Քաթարի եւ Պակիստանի եւ այդտեղից մենք հասկանում ենք, որ հիմնական պայմանավորվածությունները եղել են Հորմուզի նեղուցի շուրջ, ինչպես նաեւ ատոմային ծրագրի շուրջ Իրանի։ Իրանը կարծես թե համաձայնվում է նվազեցնել ատոմի հարստացման մակարդակը եւ հստակ երաշխիքներ տալ, որ ատոմային ռումբ չի ունենա, բայց երրորդ պահն էլ կա, որը որ չափազանց կարեւոր է այդ բանակցությունների համար, դա Լիբանանն է։ Այսինքն մինչև Լիբանանում չլինի լիարժեք հրադադար, այս բանակցությունները եւ բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունները կարող է եւ չգործեն։ Բանակցությունները տևել են 18 ժամ, նաեւ գիշերն են շարունակվել եւ արդեն իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիան, այսպեսին նույնպես կա հաղորդագրություն։ Եվ ահա այս ֆոնին շատ հետաքրքիր հայտարարություններով է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն։ Նետանյահուն ասել է, որ իրենք Լիբանանում այնուամենայնիվ կմնան այդ անվտանգության գոտում եւ դուրս չեն գա Լիբանանից դուրս չեն գա։ Ասում է, որ որպես վարչապետ ինքը շատ կոշտ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ եւ փոփոխություն չկա իր դիրքորոշման մեջ։ Նա անդրադարձել է նաև Իրանին, Նետանյահուն ասել է, որ նույնն է նաև ատոմային ծրագրի շուրջ։ Իրանը երբեք չունենա ատոմային զենք, դա թույլ չի տա Իսրայելը։ Հիմնական պատկերը սա է, ինչ կա հիմա Իրանի շուրջ եւ Լիբանանի շուրջ։ Իրանի, Իսրայելի, Լիբանանի եւ ամբողջ մերձավոր արևելքի։ Հիմա անցնենք Ուկրաինային։ Երեք մանրամասն քննարկեցինք, թե ինչ իրավիճակ է Ղրիմի շուրջ եւ անմիջապես Ղրիմում, քանի որ բենզին գնելու հնարավորություն զրկված են արդեն բոլորը, չկան ոչ կադրոններ, հատուկ ոչինչ չկա, ոչ մի հնարավորություն չկա, որ մարդիկ բենզին կարողանան գնել որևիցե տեղից, քանի որ Կովկաս նավահանգիստը երկու կողմերից հարված է ենթարկվել ուկրաինական ամսաչափ սարքերի կողմից, այսինքն Ղրիմի կամրջի երկու ուղությամբ ոչ անմիջապես կամուրջի վրա, այլ Պորտ Կավկազը, որը որ կոչվում է Կովկաս նավահանգիստը, այդտեղ երկու տեղերում էլ Ուկրաինան լուրջ հարվածներ է հասցրել եւ մի քանի տանկեր է միանգամից այրել։ Հենց բացի մենք այսօր արդեն տեղեկանում ենք այն մասին, որ ուկրաինական դրոնները կարող են հասնել մինչև Տյումեն։ Այս մասին հայտարարել է Զելենսկին եւ հստակ տեղեկացրել է ամբողջ աշխարհին, որ ուկրաինական ամենաչոթարչող սարքերը հատելով 200 կիլոմետր հարվածել են Տյումենում նավթի արտադրման գործարանին։
Եվ դրանից բացի Զելենսկին անոնսավորել է արդեն 3000 կիլոմետր հեռավորության վրա նոր հարվածների մասին, այսինքն ուկրաինական դրոնները արդեն կարող են թռնել մինչև 3000 կիլոմետր օդով բնականաբար, իսկ օդով դա իրականում շատ ավելի շատ է։ Այսօր առավոտյան նաև հայտնի դարձավ, որ ուկրաինական ուժերը հարված են հասցրել նաև Բրյանսկին, եւ նախնական տվյալներով ուկրաինական դրոնները Բրյանսկում հարվածել են երկաթգծերի։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, Ուկրաինայից։ Հիմնական տեղեկությունները Ուկրաինայի վերաբերյալ սրանք են։ Հետաքրքիր եւ ամենաթարմ տեղեկությունը գալիս է Մեծ Բրիտանիայից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը այնուամենայնիվ տվեց հրաժարական։ Այս հրաժարականի մասին հատկապես վերջին շաբաթվա ընթացքում շատ էր խոսվում, թե ռուսներն էին հայտարարությամբ հանդես գալիս, դիմում էին այլ մոլորակայիններին, որ Ստարմերը հրաժարական տա, հիմա էլ դիմում են այլ մոլորակայիններին ռուսները, որպեսզի Ֆրիդրիխ Մերցը, Գերմանիայի կանցլերը հրաժարական տա, Թրամփն էր վերառումներ անում իր սոցիալական ցանցում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ոչ պոպուլյար է, պետք է հրաժարական տա կամ մոտեցել է պահը հրաժարական նման ոճի հայտարարություններ, ամեն հայտարարություն չէ, որ ամենայն մանրամասն մեծ խոշորացույցով մենք նայում ենք, բայց ընդհանուր առմամբ մեր աչքին ընկնում են Թրամփի այդպիսի հայտարարությունները։ Մելոնիի հետ սոցիալական ցանցերում տեղի ունեցած բանավեճին բնականաբար նույնպես մենք չենք անդրադառնում, բայց ընդհանուր առմամբ դրանք էլ ցուցիչ են, թե ինչ իրավիճակում է այսօր գտնվում հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի, եվրոպական մի շարք երկրների։ Նայած Ուկրաինայի շուրջ կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը փոխվում է եւ արդեն իսկ փոխվեց Իվանաս Ռուսաստանի։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։